Ողջույն, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր կառույցի ղեկավարներին։ Նաև ուզում եմ ողջավորված ձեր բոլորի կողմից կանգնենք մեր տեխնացուի կողքին, Արգիշտի Մեխակյանի ժողովուրդ ջան, Էջմիածինի մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացունը, ողջունում ենք Արգիշտի Մեխակյանին, նաև ողջունում եմ Արմավիրի մարզի բոլոր կառույցի ղեկավարներին, միշտ դուխով կանգնած ենք ձեր կողքին, միշտ արդարությունը հաղթելու է, մենք կանգնած ենք այն մարդկանց, այն իշխանության կողքին, ովքեր որ կանգնած են պետության կողքին եւ ժողովրդի։ Ժողովուրդ ջան, ուզում եմ խոսեմ խոշորացված համայնքի բնակիչների թե անունից, թե կողմից, ուզում եմ ժողովուրդ ջան, բոլորիդ ասեմ, որ ձեր աչքերը բացեք, ժամանակն է եկել, այն ժամանակը, որ դուք պետք է կատարեք ճիշտ ընտրություն, այո, մենք ունեցել ենք թերություններ, բոլորս էլ ունեցել ենք, մեր ամենամեծ թերությունը եղել է Դիանա Գասպարյանը, էդի հասկանում ենք, որ բոլորդ ու շատերդ նեղացած եք, ես միշտ քննադատել եմ այն մարդկանց, ովքեր որ ժողովրդի կողքին չեն կանգնել, ժողովրդին շատ են խաբել, ժողովրդի վստահությունը ստանալով, այն ժողովուրդը, ովքեր որ ուզել են եւ ցանկացել են, որ տեսնեն ամենալավ բաները, ոմանք տեսել են, ոմանք չեն տեսել, մարդիկ կան շատերը նեղված են, ժողովուրդ ջան, մենք բոլորիդ հասկանում ենք։ Ես ուզում եմ ասեմ բոլորիդ, մեր երկրի ղեկավարը այն մարդն է, որ Հայաստանի բոլոր գյուղերով, համայնքներով, Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներով ոնց ման ես գալիս, բոլոր տեղերը կատարվում են նոր աշխատանքներ։ 7 տարի գիշեր-ցերեկ այս մարդը մեր երկրի ու պետության համար ջանք չի խնայել, նույնը մեր կառավարության բոլորը չեմ կարող ասեմ, 60%-ը աշխատել են իշալ ժողովրդին։ Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության մեր վարչապետին, պարոն վարչապետ, դու այն մարդն ես, որ կանգնած ես մեր պետության ու պետականության կողքին։ Մենք կանգնած ենք ձեր կողքին։ Ժողովուրդ ջան, հիմա Էջմիածինում խոշորացված համայնքի ընտրությունները, իշխան ընդդիմություն, պատերազմից փախած, ոնց որ պատերազմին մասնակցեցին, պոստերը գնալով, զինվորներին, հրամանատարներին ասում էին՝ մի կռվեք, հողերը տվել են, հողերը ծախել են, զինվորներին հիասթափեցրեցին, մեկին խաբեցին, մեկին չգիտեմ ինչ արեցին, մեկին փող տվեցին, մեկը ինֆորմացիա տվեց։ Նույն քաղաքականությունը ուզում են վարեն Էջմիածինում։ Ժողովուրդ ջան, աչքերներդ լավ բացեք։ 30 տարի իշխանության են եղել։ Էջմիածին քաղաքում ոչ մի լավ բան չեք տեսել։ Ժամը մոռացել եք, որ ժամը 8-ից հետո ես շատ անգամներ եղել եմ, այդ ժամանակ շատ փոքր էի, բայց հիշում էի, ժամը 8-ից ենքում ասում էին բանը, ժողովուրդը տնից դուրս չի կարում գա, կամ այդ լավ ավտո, կամ այդ սիրուն աղջիկ են տեսել, յանցով են արել, այդ գեներալ Մանվելի թվերը մոռացել եք դուք ժողովուրդ ջան։ Հեղափոխությունից հետո Էջմիածինի ժողովրդի երեսին ժպիտ ա եկել, հետաքրքրություն ա եկել, շինարարություն եք կարում անեք, տներ եք կարում կառուցեք, ինչ ասես անում եք, ու այս իշխանության ժամանակ եք անում։ Ժողովուրդ ջան, ձեր աչքերը լավ բացեք, այդ Թալանչիները, որ եկել են 7 թոքի ուզում են կոալիցիա կազմեն, նույն լեննական ընտրությունը անեն, գլուխները պատերին են տվել, ոչ մեկ էլ այդ իրավունքը թողի անչը վերապայ, որ կարան ժողովրդին որպես ապրանք վերաբերվեն։ Ժողովուրդը շատ հասուն է, շատ խելացի է, ժողովուրդը ամեն ինչն էլ ճիշտ պատկերացնում է։ Հերիք ամեն մեկը ձեր քարոզը տանեք, գալու ենք էս անենք, 30 տարի եկել եք իշխանության ու եղել եք իշխանության, դուք իշտ մի լավ բան եք արել։
General Manveli տղեն ու աղջիկը չգիտեմ կինը հելել են ընդ արդեն բանը այս 6 տարին անցավ այտենց արդեն այդ տուշոնկեկի բաները մոռացաք այդ թալանասները այդ ավտոները այդ գարաժները չգիտեմ այդ բանակը հիմա էլ ընդ չգիտեմ ում այդ կոալիցիայի կազմում բանը եկել են ժողովրդին խափում են մենք գալու ենք էս անենք դուք եղել եք այդ Էջմիածնի ժողովուրդը ձեզի 30 տարի տեսելա սաղի ավտոները ձեռներից առակ տները առակ կեսին փախցրիկ թողին գնացին այս երկրից դուք ինչ եք արել այս երկրի համար որ մի հատ էլ եկել եք մտել եք այդ կոալիցիայի կազմում ուզում եք ժողովրդին խափեք նորից իշխանության գաք որին չանեք կոչս է Էջմիածնի խոշորացված բնակիչներին բոլորի կոչ եմ անում նոյեմբերի 16-ին գնացեք ընտրատեղամաս Ընտրեք Արկիշտի Մեխակյանին, համար 7, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածունա, մենք կանգնած ենք պետության ու պետականության կողքին։ Հերիք եղավ բոլ եղավ այդ թալանչիները ոնց որ էլ եմ ասում, գնացին պատերազմի թվերին։ Մարդկանց ու զինվորներին խաբելով հրամանատարներին, բատապել են, ծախել են էս հնարը, հիմա եկել եք նույն քաղաքականությունը ուզում եք վարեք, նույն ձևով, նույն ձեր գրած Ստիլով ուզում եք նորից ընտրության գաք ինչ անեք ինչի համար եք ուզում գաք այդ ձեր թեկնածուները ովքեր որ ուզում են կոալիցիա կազմեն կան բոլորը թե թալաներ լավ տեղը տեղին հարուստացած ամեն ինչ ունեք հիմա ինչ եք ուզում այս խեղճ ու կրակ ժողովրդին ինչ եք ուզում մեր մեղավորությունը այն է եղել որ այդ Դիանա Գասպարյանին չգիտեմ ով նշանակեց այդտեղ Բանը Էջմիածնի խոշորացված համայնքի ղեկավար մի թալանչելեն է թալանեցեց մեր Էջմիածնի ժողովուրդը գիտեն որ սաղդ վիրավորված է բայց Արգիշտի Մեխակյանային մարդը այն տղեն է որ հաստատ այդ մարդը չի մենք էլ բոլորով կանգնել ենք իր կողքին դուք էլ մեր կողքին մենք էլ ձեր կողքին կառուցելու ենք ձեր քաղաքը շենացնելու ենք մեր պետությունը այդ չգիտեմ այդ թալանչի այդ եկեղեցականները այդ ովքեր որ կան այտենց հազարատ Ամեն ինչ ունեն, չգիտեմ, զով սուպերմարկետներից հետ ունեն, այդ Գարեգին երկրորդը զով սուպերմարկետը ժողովրդյան, բայց բոլորը իրաննա։ Դուք ինձանից լավ գիտեք ու լիքը լավ բան է, ինչքան լավ բան կա, բոլորը սա իրանցնա։ Ինչի համար եք ուզում նորից այդ ամեն ինչը վերադարձնեն, նորից վերադառնան, նորից գան նստեն նույն կյանքով, առաջ մոռանում եք դուք։ Մոռացել եք որ չեք կարում ձեր տների ջամ 8-ից հետո դուրս գաք։ Մի հատ լավ ավտո եք քշում ձեռներից այդ վեկալում էին։ Մի հատ սիրուն աղջիկ դուրս էր գալիս Սաղյանով էին անում։ Մեկը մի հատ լավ տուն ուներ ձեռից վեկալում էին, ով փող ուներ ձեռից վեկալում էին։ Մարդիկ իշքան մարդիկ Էջմիածնը թողին տաները, թողին գնացին Եվրոպաները։ Ժողովուրդ ջան, ես ճիշտ եմ ասում։ Ես կանգնած եմ իմ երկրի ու պետության ու պետականության կողքին, նաև իմ ժողովրդի կողքին։ Կապ չունի որ ես Խոշորացված համայնքի բնակիչ չեմ, բայց այդ ամեն ինչը տեսնելով ու հասկանալով շփվում եմ բոլոր երկրի ու ժողովրդի հետ, այդ ամեն ինչը հասկանում եմ, որ ժողովրդին խափում են, ես չեմ կարա, ես տեսնեմ ու աչքերս փակեմ, թողամետամ ասեմ, դե մեր համայնքը մենք նորմալ ենք, լավ էլ ապրում ենք, ու ամենալավ համայնքներից մեկն էլ մերն է, եթե ասեմ իմացեք, ձեր նման թալանչիների մատերը բոլորի էլ կտրել ենք մենք, հերիք եղավ, բոլ եղավ, գաք ժողովրդին խափեք, Գալու ենք ես անենք, գալու ենք են անենք, ոչ մեկը ոչ մի բան չեք արել։ 7 տարվա մեջ 300 դպրոցում մանկապարտեզները սարքում ես մարդը։ Բոլոր ճանապարհներն է սարքում, թոշակներն է բարձրացրել, աշխատատեղեր ենք, լիքը բաց է։ Հիմա եկել եք մտել եք այդտեղ խցկվել եք իշքան թալանչի, չգիտեմ ով ինչ ասեմ ես ձեզ։ Դուք մարդ չեք։ Թողեք հեռու գնացեք այդ ժողովրդից։ Արկիշտի Մեխակյան դուխով մենք կանգնած ենք քո կողքին, պետության կողքին, մեր ժողովրդի կողքին։ Ժողովուրդ ջան, նոյեմբերի 16-ին բոլորիդ հորդորում եմ, խնդրում եմ։ Միահամուռ նոյեմբերի 16-ին գնացեք ընտրատեղամաս, ընտրեք համար 7 Արկիշտի Մեխակյան։ Ես հաճախակի եմ ունենալու ուղիղ ետեներ միջև նոյեմբերի 16-ը, ես բոլորի դիմակները պատրելու եմ։ Հերիք եղավ բոլ եղավ այդ ժողովրդին գաք խապեք, հազիվ այդ ժողովրդի, հազիվ Էջմիածնի ժողովրդի դեմքին ժպիտ է եկել, հազիվ մարդիկ ուրախացել են, հիմա նորից ուզում եք գաք, նորից տանեք առաջվա կյանքին, մենք թույլ չենք տալու լավ իմացեք, հերիք եղավ բոլ եղավ, ժողովուրդ ջան այս ամեն ինչ այս ուղիղ ետերը տարածեք, թող բոլորն էլ տեսնեն, լավ եղեք, բոլորիդ սիրում եմ, բոլորիդ հարգում եմ։